Նոյեմբերի 9-ի փաստաթուղթ այլևս գոյություն չունի, դրա որոշ կետեր ժամկետն անց են։ Եվրոմեդիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը։ Նրա խոսքով, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը, թե 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված Վաշինգտոնյան փաստաթուղթը հայկական կողմի պարտության արձանագրություններն են։ Ինչ որ ասել եմ, անփոխ է, որևէ բան չի փոխել, եւ փաստաթուղթը արդեն իր ժամկետն անցել է եւ այլևս ուժ չունի։ Պարոն Հակոբյան, գուցե երկար ժամանակ արդեն տարիներ են անցել, բայց ոչ ոք չի չեղարկել փաստաթուղթը։ Այսինքն այն ամեն դեպքում գործում է։ Չի կարող գործել փաստաթուղթ։ Պարտադիր չէ։ Փաստաթուղթը կետեր, որ ժամկետը դան վրանում։ Եվ կետերը կատարել չեն կատարել արդեն էական նշանակություն չունի։ Բայց մենք մի կողմից էլ տեսնում ենք, որտեղ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որպես այդպեսին կա, որպես փաստ։ Մյուս կողմից օգոստոսի 8-ին նոր փաստաթուղթ ստորագրեցին արդեն ամերիկյան կողմի վկայությամբ։ Ու շատերը այսպիսի դիտարկում են անում, պարոն Հակոբյան, ասում են նոյեմբերի 9-ի փաստաթուղթը փորձագետներ ընդդիմադիր շրջանակներ։ Ասում են նոյեմբերի 9-ի փաստաթուղթը համեմատած այս նոր փաստաթղթի երանություն է։ Դուք այս տեսակետը կիսում եք։ Ոչ մեկ երանություն չի։ Երկուսում է պարտության արձանագրումը։ Իսկ օրինակ, որ Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, ասում են, այս սրանով որևէ միջանցք չկա, բացառապես մեր իրավասության լիազորությունների ներքո է գործելու, այդ Թրամփի ուղի կոչվածը, դուք այս տեսակետը կիսում եք, ու որտեղ է երևում Հայաստանի իրավազորությունը այդ ճանապարհի վրա։ Ես իշխանության որևէ տեսակետ չեմ կիսում։ Լավ, այս Թրամփի ուղու մասով ինչ կասեք։ Ինչ ուզում եք համարումը տվեք, տարբերություն չկա։ Հաստատագրված է, որ ադրբեջանցիները հատավասը համարկել։ Բայց ասում են մենք եւս, փոխադարձել լինելու, մենք եւս ճանապարհ ստանալու ենք։ Հենց ամբողջ վտանգը դրա մեջ է։ Այդ փոխադարձության բառը, այդ փաստաթղթի օգոստոսի փաստաթուղթը, եթե ընդհանրեք որևէ բան չկա, չի փոխադարձում փաստաթղթի որևէ բան չի տարբերում, բացառությամբ փոխադարձություն բառը մտցվածան մեջ է։ Որը իշխանությունը ներկայացում որպես դրական կողմ, ազդա այդ փաստաթղթի ամենավտանգավոր բառը կամ նախադասությունը կամ միտքն է։ Պարոն Հակոբյան, ի վերջո, ինչպես է 44-օրյա պատերազմը անդրադարձավ մեր որպես պետություն, որպես ազգ բնական աճի զարգացման վրա։ Ես չունեմ ինչ ազդեցություն ունեցել, բայց կարծում եմ ցանկացած մարդու հայ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասաց, որ պատրաստ է 50 հոգանոց խմբի տանել եւ մեր սպառազինությունը ցույց տալ։ Օրինակ դուք բարձր պաշտոն եք զբաղեցրել, մոտավոր այսպիսի հաշվարկ ունեք, թե մենք 44 օրից հետո ինչ սպառազինություն ենք կորցրել։ Ու հիմա ինչ ունեն ձեռք բերած։ Ինչ են կորցրել, տեղյակ եմ, ինչ են ձեռք բերել, տեղյակ չեմ։ Իսկ ինչ ենք կորցրել, մոտավոր ինչքան սպառազինություն։ 40 տարի այստեղ հատկացված բյուջեով կարան նոր վերականգնենք, անիշոր գործել ենք։